Բարի լույս, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը եւ մենք շատ ուրախ ենք, որ այս առավոտ նույնպես ունենք հնարավորություն ձեզ ողջունելու, իսկ ձեզ տաղավարից սիրով ողջունում են Սուրենա Սոնան Ադրինեն ու պայծառ շողացող արևը։ Բարի լույս բոլորին։ Բարի լույս էլի Սուրեն, բարի լույս էլի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղի եթերում, մենք բարձր տրամադրությամբ սկսում ենք մեր առավոտը եւ առաջարկում ենք միանալ մեզ։ Այո, միացեք մեզ եւ փորձենք միասին իհարկե կազմակերպել օրը, որովհետեւ օրվա սկիզբը շատ կարեւոր է սկսել լավ տրամադրությամբ։ Դրսում արևը շողում է իր պայծառ շողերով եւ մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին սկսել լավ օրվա սկիզբ, իսկ հետո արդեն յուրաքանչյուրս մեզ համար կազմակերպել մեր օրվա կարեւոր շարունակությունը եւ ընթացքը, բնականաբար ավարտին հասցնելով բոլոր կարևոր նախաձեռնություններն ու գործերը։ Դե այսօր արդեն մայիսի 20-ն է, օրը 3 շաբթի, իսկապես հաշված օրեր են մնացել մինչև ամառ, բայց գնալով օրվա խորհրդով այսօր անկրկնելի Շերլին Սարգսյանի Շերի ծննդյան տարեդարձն է։ Նա իր տեսակի մեջ միակ բացառիկ երգչուհին է, ում ձայնը ճանաչում են առաջին իսկ նոտաներից։ Նրա երգերը դարձել են մշտական հիթեր։ Վաղ մանկությունից նրան գրավել է բեմը։ Նա երազում էր դերասանուհի դառնալ եւ նույնիսկ ինքնագրերի համար աշխատում էր իր ստորագրության վրա։ Շերն այն եզակի արվեստագետներից է, ում հաջողվել է արժանանալ միանգամից մի քանի ամենահեղինակավոր մրցանակների՝ Օսկար, Գրեմմի, Էմմի եւ Ոսկե Գլոբուս։ Հավերժ երիտասարդ դերասանուհին նկարահանվել է 20-ից ավելի գեղարվեստական ֆիլմում եւ հեռուստատեսային նախագծերում։ Նա թողարկել է 25 ձայնասկավառակ։ Նա մշտապես համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում է, նրա անվան շուրջ տարածվում են բազմաթիվ սկանդալային լուրեր։ Դե հիմա Շերլին Սարգսյանը իհարկե սկանդալային լուրերից զերծ չի կարող մնալ, դե որովհետև քանի տարեկան է, եթե չեմ սխալվում, մոտավորապես հիմա մի հատ փորձենք այս հարցով մեզ օգնության հասցնել Google-ին, բայց ունի շատ երիտասարդ ընկեր, նույնիսկ իր ծոռան տարիքին կարելի ասել։ Դե հիմա կանքա 80-ին մոտ 80-ին մոտ, հիմա, չէ, 78 տարեկան, այո, այսօր Շերլին Սարգսյանը դառնի 78 տարեկան, դե շնորհավորում ենք մեր տաղանդավոր հայրենակցուն, ով ի դեպ այց է ունեցել ժամանակին, այո, Հայաստան, Գյումրի մասնավորապես եկավ, այնպես որ կարծում եմ, որ դեռ շատ բան ունի անելու, հատկապես յուրաքանչյուր նրա երգ դառնում է միանգամից հիթ եւ դա անքննելի է, որովհետեւ նա միշտ ամեն ինչ անում է գեղեցիկ, ճաշակով եւ բավականին հետաքրքիր։ Մանավանդ ինձ շատ դուր եկավ կներեսոնա վերջին շրջանում, երբ որ նա վերցրեց եւ Աբայի ամբողջ ալբոմը յուրովի նորից վերաթողարկեց եւ ասեմ, որ այդ տարբերակը ինձ ավելի հարազատ էր։ Դե ինչ, շնորհավորում ենք նաև բոլոր նրանց, ովքեր ծնվել են այսօր եւ մեր հեռուստադիտողների շարքերում են ու դիտում են առավոտը, սկսել են մեզ հետ ու դիտում են մեր հաղորդումը, այնպես որ ձեզ մաղթում ենք շատ դրական, տոնական ու արևաշատ օր։ Եվ իհարկե տեղափոխվում ենք Երևանի փողոցներ, որպեսզի հասկանանք, թե առավոտը որքանով է բարի մեզ համար, որովհետև մայրաքաղաքում սովորաբար իհարկե խցանումների ժամեր կան, բայց առավոտները դրանք ավելի այսպես խտացված են լինում։ Հիմա տեսնենք այս առավոտ ինչպիսին է մայրաքաղաքը։ Ինչպես ասում էր հայտնի երգում, կռունկները այս առավոտ գարունքի պես եկել են եկել։ Բայց կռունկների փոխարեն ցավոք սրտի վթարներն են։ Երկու վթար։ Մեկը իհարկե Բաղրամյան իջնող հատվածում, որտեղ արդեն իսկ կա խցանում, մյուսը Հալաբյան փողոցի վրա, այնտեղ էլ արդեն գոյացել է բավականին լուրջ խցանում։ Այնպես որ այս երկու փողոցները խցանված են վթարների պատճառով, Կիևյան կամուրջը երկկողմանի խցանված է, այնուհետև Բաղրամյան իջնողը պարզ է պայմանավորված նաև վթարով եւ Օրբելի եղբայրներ փողոցը նույնպես խցանված է այս պայդրությամբ։ Սարալանջը իր բոլոր լանջերով խցանված է, Միասնիկյանում իջնող հատվածը տեղ-տեղ խցանված է, փոքր կենտրոնը հատկապես ուսանողական հատվածը խցանված է, երևի թե նաև այստեղ պատրաստություններն են վերջին զանգյան։ Մի խոսքով տեսնում ենք նաև, որ Հակոբ Պարոնյան փողոցը, Գրիգոր Լուսավորիչ փողոցները նույնպես խցանված են եւ բավականին լուրջ, Վազգեն Սարգսյան փողոցն է խցանված, դեպի հրապարակից իջնող հատվածը նույնպես խցանված է, Տիգրան Մեծ փողոցն է խցանված, այս պայդրությամբ եւ իհարկե Աթենքի փողոցը, Իսակով Պողոտան է բավականին խցանված, երրորդ մասի հատվածն է խցանված, Արտաշ Աշակունյաց փողոցը նույնպես խցանված է։ Ասում եմ, չէ, պետք է անդրադառնանք այն փողոցներին, որոնք խցանված չեն։ Այո, գնալով այդպեսին է դառնում մայրաքաղաքը։ Իհարկե սա մինչև այս շաբաթվա վերջ, որովհետև հեսա կսկսվեն արձակուրդները եւ փողոցները նորից գրեթե մի քիչ
ավելի թեթև կլինեն։ Սա իհարկե նաև պայմանավորված է դասային վիճակների հետ, դե մնաց ընդամենը 2 օր։ Բայց մինչև այդ վերջին զանգի օրը դու պատկերացրու ինչ է կատարվելու քաղաքում, որովհետև միշտ այդ օրը առավոտյան, այսպես վերջին զանգի շրջանավարտները բարձր տրամադրությամբ եւ բազմիցս հորդորում ենք իհարկե, որպեսզի անչափահասներին մեքենա չտրամադրեն այդ օրը, որպեսզի իրենք լիարժեք վայելեն եւ խուսափենք իհարկե դժբախտ պատահարներից։ Ես գիտեմ, որ շատ խստացված է, տարեց տարի ավելի է խստացվում եւ այս տարի նույնպես բավականին խստացված է եւ ճանապարհատրանսպորտային, հա, բոլոր այդ հաստատությունները շատ խիստ հետևողական են լինելու եւ բնականաբար տուգանքները եւ դույժերը լինելու են բավականին մեծ եւ զգալի, այնպես որ հարգելի ծնողներ առաջին հերթին հենց երեխաների, հա, անվտանգությունը ապահովելու համար նրանց մի թույլատրեք մեքենա վարել։ Ես նույնիսկ ունեմ ընկերներ պրոֆեսիոնալ մեքենավարող, որոնք ասացին, դե վերջի զանգի օրը մեքենան կկանգնացնենք եւ ուղղակի տաքսիով, հա, կերթարկենք, որտեղ այդ օրը փողոցները լիքն են, հատկապես շրջանավարտներով, այնպես որ եկեք ամեն ինչ թող սկսվի տոնական այդ օրը եւ տոնական տրամադրությամբ էլ ավարտվի։ Դե համեղի մասին էլ չեմ ասում։ Իսկ հիմա գնանք համեղության աշխարհ եւ իհարկե տեսնենք թե ինչ է այնտեղ կատարում, որտեղ մեր ադրին չէ Սոնա ջանք չի խնայում։ Այո, տեսնենք թե այսօր ինչ են առանձնացրել եւ պատրաստելու մեզ համար, ծանոթանանք օրվա բաղադրատոմսին եւ իհարկե ողջունենք մեր շատ սիրելի Ադրինեին։ Ադրինե, բարի լույս։ Բարի լույս սիրելիներս, բարի ողջույն մեր թանկագին հեռուստադիտողին սիրելիներս, միացեք մեզ, որպեսզի այսպես միասին փորձենք այս 2 ժամը լավ անցկացնել եւ իհարկե ծանոթանալ օրվա բաղադրատոմսին։ Սիրելիներս, այսօր ուզում եմ պատրաստենք կարելի է ասել ինչու ոչ օրվա հագեցնող կերակուր, իսկ եթե ոչ կարելի է համարել նախուտեստի տարբերակ։ Այնպես որ ներկայացնեմ ինչ բաղադրիչներ են անհրաժեշտ դրա համար, մենք այստեղ ունենք փոքրիկ կարտոֆիլներ, այն նոր կարտոֆիլները սովորաբար սովոր ենք ասել, որ փոքրիկ նոր կարտոֆիլը արդեն դուրս է եկել եւ իհարկե մենք այսօր կփորձենք այս մանր տարբերակով համեղ բան պատրաստել։ Եվ իհարկե այստեղ ունենք ապխտած երշիկ, ունենք բնականաբար պանիր, սուլուգունի տարբերակ ենք օգտագործելու, ունենք մի 2 պղպեղ, գունավոր եւ կանաչ սող ու սերուցք։ Սիրելիներս, համադրությունը շատ հետաքրքիր է լինելու։ Շատ յուրօրինակ տարբերակով եմ առաջարկելու այս բաղադրատոմսը պատրաստենք։ Եվ փուլ առ փուլ միասին այսպես կանցնենք եւ կհասկանանք թե վերջում ինչ է դառնալու սա ապխտած երշիկ, սերուցք, պանիր, այ ինչ է նշանակում այս բոլորը, բայց շատ հետաքրքիր է եւ համեղ։ Իսկ առաջին հերթին ինչ ենք անելու, մենք պետք է կարտոֆիլները մի փոքր խաշենք։ Ես վերցնեմ կաթսան, տեղափոխեմ այս գեղեցիկ փոքրիկ կարտոֆիլները կաթսայի մեջ։ Այսպես փորձեմ զգուշությամբ այս բոլորը անել։ Իհարկե լավ լվացված վիճակում է, ասեմ, որ կեղևահան անել պետք չի բոլորովին։ Իմիջայլոց այս նոր կարտոֆիլների, փոքրիկ կարտոֆիլների կեղևը շատ նուրբ է, կարելի է պարզապես շատ լավ լվանալ եւ հենց այսպես կեղևով էլ օգտագործել։ Եվ տեսքն է գեղեցիկ մնում, չի փշրվում եւ իհարկե համը շատ հաճելի է։ Ահա, վերջ ամբողջովին տեղափոխեցինք, ես այստեղ կավելացնեմ անմիջապես եռացրած ջուր, այնքան որ կարտոֆիլների երեսը ծածկվի, այսպես, նույնիսկ կարելի է հենց այս պահին էլ մի փոքր աղ ավելացնել այստեղ, որպեսզի աղա ջրի մեջ խաշվի, ահա, 1 թեյի գթալ աղ եմ ավելացնում եւ իհարկե կրակը վառենք, թողնենք իրեն համար հանգիստ եփվի, բայց սիրելիներս շատ չենք եփելու, մի փոքր մեծ թերխաշ վիճակ է պետք, որովհետեւ հետո պետք է յուղի մեջ տապակենք այն եւ իհարկե վրան ավելացնենք մնացած բաղադրիչները, ահա, այսպես, թողնենք մի փոքր ուրեմն եփի եւ անցնենք առաջ, անցնենք մեր հիմնական աշխատանքին։ Ես հագնեմ իմ գոգնոցը եւ անցնենք առաջ։ Այսպես։
Հուսով եմ մեզ հետ եք, նախաճաշի սեղանը պատրաստել եք, ամենակարևորը դա է, որ պետք է նախաճաշի սեղան պատրաստեք։ Մշտապես ասել եմ այս մասին, թեկուզ մի կտոր հաց ու պանիր, թեյ, մի բաժակ տաք կաթ կամ, չգիտեմ, քամած հյութ, որևիցե մի բան, համեղ պատրաստեք, միացեք մեզ, որպեսզի շարունակությունը տեսնեք, հենց մեզ հետ անցկացնեք այս 2 ժամը։ Հիմա դադար կլինի մեր եթերում, հետո կվերադառնանք ու կշարունակենք։ Այսպես լավ ուրախ տրամադրությամբ շարժվենք առաջ, ողջունենք եւս մեկ անգամ բարի լույս բոլորին, հուսանք մեզ հետ եք եւ իհարկե ամենակարևորը, որ արդեն տրամադրվել եք օրը շարունակել հիանալի տրամադրությամբ։ Դե միշտ էլ օրը պետք է սկսել լավ, բայց նաեւ պետք է ավարտել այն նույնպես լավ եւ լավ տրամադրությամբ։ Այս առիթով մեզ միանշանակ օգնության է հասնում Իջևանի գինու գործարանը, ներկայացնելով բրիզ փրփրուն ռոզե գինին, որը համոզված եմ շատ հիանալի համադրություն է երեկոյան ամառային զով երեկոների, որովհետև ամառային է տրամադրությունը ու երեկոները նույնպես։ Եվ գինու հետ չմոռանաք պանիրների մասին, իսկ պանիրների լայն տեսականի, ինչպես նաև անարատ պատրաստված կաթնամթերք առաջարկում է Elola ընկերությունը։ Զգացեք բնական կաթի համը Elola-ի հետ միասին։ Այո, զգացեք տրամադրությունը, արևն ու ժպիտը եւ միանշանակ փորձենք հասկանալ, թե որտեղ կարելի է անցկացնել հանգստյան օրերը նույնպես։ Սա նույնպես շատ կարևոր է։ Դու արդեն որոշել ես Սոնա։ Դեռ ոչ։ Սպասում եմ Արթուրի առաջարկին։ Դե արի միասին սպասենք Արթուրի առաջարկին եւ հասկանանք այս անգամ ուր է ուղղորդում մեզ Արթուրը։ Դենտրոպարկի անտառում գյուլ ակարակում մի կախարդական անկյուն կա, Էկոպարկ Ռեզորտ։ Այստեղ ամեն մի տնակ մի առանձին աշխարհ է, իր տարածքով ու իր լռությամբ, ու ամեն առավոտ մի նոր բարի լույս բնությունից։ Վստահ եմ, որ հոգնել եք քաղաքի աղմուկից, աղտոտված օդից, եկեք մի պահ դուրս գանք այս ամենից։ Եկեք գնանք այնտեղ, ուր կունենանք անմոռանալի հանգիստ։ Սիրով ձեզ եմ ներկայացնում Էկոպարկ Ռեզորտը, որը փոշոտման սեզոնին այցելելու ու առհասարակ լիարժեք հանգիստ գտնելու լավագույն վայրերից է։ Սկսենք այս հրաշք տնակից։ Տեսեք, թե ինչքան ամեն ինչ կոկիկ է ու գեղեցիկ։ Ու մի շատ կարևոր փաստ առանձնացնեմ, որ տնակը, որտեղ դուք ապրում եք, հեռու է մյուսներից։ Ոչ ոք ձեզ չի խանգարում, դուք զգում եք ձեզ ինչպես ձեր տանը, միայն թե բնության գրկում ու անկեղծանամ ձեզ հետ, կարծես իմ անձնական ամառանոց եկած լինեմ։ Ինձ շատ հետաքրքրեց նաև այն փաստը, որ եթե հետաքրքրված եք պատմությամբ, այստեղ կա ինտերակտիվ քարտեզ, որը տանում է դեպի Անտոն Քոչինյանի առանձնատուն։ Այսինքն Էկոպարկ Ռեզորտում կազմակերպում են նաև հատուկ ձեզ համար տուրեր ու գործում է հատուկ զեղչեր զինվորականների համար։ Իրոք բարձր գնահատականի արժանի մոտեցում։ Էկոպարկ Ռեզորտում հանգիստը դառնում է ոչ թե ընդմիջում, այլ հիշողություն։ Այստեղ գիտակցում ես, որ աշխարհում դեռ կան անկյուններ, որտեղ ապրում են իսկապես ու վայելում կյանքը։ Այս տնակները սովորական հանգստյան տնակներ չեն։ Այստեղ չեք գալիս միայն քնելու, այստեղ գալիս եք լռելու։ Կապ եք հաստատում ինքներդ ձեզ հետ, ընտանիքի հետ, բնության հետ, մի խոսքով, մի կողմ եք դնում հեռախոսները, քաղաքի աղմուկը ու գալիս եք ապրելու հենց այս ռիթմով։
Ու այս ամենը գյուղից հեռու, առանց աղմուկի, առանց փոշու, առանց շտապողականության, բնության մեջ գտած խաղաղությունը մնում է ձեզ հետ, նույնիսկ երբ վերադառնում եք քաղաք։ Մտապահեք այս վայրի անունը՝ Էկոպարկ Ռեզորտ։ Շնորհակալություն Արթուրին շատ հետաքրքիր տեսանյութի համար եւ առաջարկում եմ տեղափոխվենք Խոհանոց, Ես համաձայն եմ որպես մեր շատ սիրելի Ադրինեն սկսի օրվա բաղադրատոմսի ներկայացումը եւ պատրաստումը։ Ադրինե, շնորհակալ եմ Սոնա ջան։ Բարի առավոտ իմ սիրելի հեռուստադիտողներ, Սոնան իրավացի է։ Ես այս պահին ոչ մի բան չի անում, պարզապես դիտում եմ այդ գեղեցիկ տեսարժան վայրերը եւ հիանում էի։ Ինչքան հաճելի է լինել բնության գրկում։ Սիրելիներս, բայց պետք է շարունակենք մեր օրվա ռիթմը եւ իհարկե պատրաստենք օրվա բաղադրատոմսը։ Եթե հիշում եք, ես ասացի, որ մենք կարտոֆիլ ենք այստեղ դրել, որպեսզի խաշվի, աղել եմ ավելացրել, աղաջրի մեջ փոքրիկ նոր դուրս եկած կարտոֆիլներն են խաշվում, բայց նրանք մեզ պետք են թեր խաշ վիճակում։ Ես քիչ հետո կջրքամեմ, արդեն հետո փուլ առ փուլ դուք կտեսնեք ինչ ենք անելու։ Իսկ այս ափսեի մեջ մենք ունենք ապխտած երշիկ, ունենք պղպեղներ, կանաչ սոխ, սերուցք եւ պանիր։ Հենց հիմա կսկսենք այս մթերքներով աշխատել։ Մեզ պետք է սուր դանակ եւ իհարկե անցնենք առաջ։ Ինչ ենք անելու առաջին հերթին։ Սիրելիներս, երշիկները ուրեմն պետք է մանր, շատ մանր կտրատել։ Հետաքրքիրը որն է լինելու, որ մեզ պետք են շատ մանր կտորներ եւ այս ուտեստի մեջ ընդհանրապես մի այսպիսի դետալ է լինելու, գեղեցիկ նոտա է լինելու այս ուտեստի մեջ, ոչ թե հիմքն է լինելու, ոչ թե այսպես որոշիչ համն է լինելու, այլ պարզապես ամենանուրբ նոտան է լինելու ապխտած երշիկը։ Ինչի ուրեմն համարել պետք է այն կտրատվի շատ մանր։ Այսինքն եթե ասում եմ շատ մանր, պատկերացրեք, որքան մանր է այն լինելու։ Եվ շատ գեղեցիկ տեսք է հաղորդելու իմիջիայլոց ասեմ, վերջում դուք կտեսնեք, թե որքան գեղեցիկ է այն ստացվում։ Ահա հիմա ցույց տամ, թե որքան մանր է մեզ պետք այս երշիկը կտրատել։ Այսքան մանր, ահա ես չգիտեմ, կերևա, դուք կտեսնեք, թե ոչ, բայց բավականին մանր է պետք։ Ահա, ես այսպես հերթականությամբ այս երշիկները կտրատելով կգնամ առաջ եւ իմիջիայլոց նշեմ բոլոր այս մթերքները պետք է կտրատենք շատ մանր։ Բոլորը միասին համահունչ պետք է լինեն կերակուրի մեջ։ Ահա։ Նույնիսկ եթե ասեի, որ մեկ ամբողջական կտոր պետք է վերցնեք ապխտած երշիկից եւ քերիչով օրինակ անցկացնեք, այդ պարագայում էլ շատ մանր չի ստացվի, սիրելիներս։ Դրա համար ավելի լավ է հենց դանակի օգնությամբ, շատ սուր դանակի օգնությամբ փորձեք լավ մանրացնել այս երշիկը։ Երշիկի ընտրությունը իհարկե դուք կարող եք որոշել, բայց խորհուրդ եմ տալիս հենց ապխտած երշիկ լինի, այսպիսի ֆիլե տարբերակը, խոզի ապխտած ֆիլե է, սա դուք կարող եք իհարկե ձեր ճաշակով որևիցե բան վերցնել, բայց այս տարբերակը շատ համեղ է ստացվում։ Այսպես, փորձենք այս մի քանի կտորն էլ այդպես առաջ բարակ շերտերի շերտատենք, այսպես վերածենք բարակ շերտերի, որպեսզի այդ մանր էֆեկտը ստանանք։ Իհարկե շատ հագեցնող կլինի սիրելիներս այս ուտեստը, ինչու, որովհետև այստեղ եւ սերուցք ենք օգտագործելու եւ պանիր ենք օգտագործելու, բացի այն, որ կարտոֆիլ ունենք, կարտոֆիլը ինքը հագեցնող է արդեն, նաեւ սերուցքը եւ պանիրը կապահովի այդ կարևոր մասը։ Եվ իհարկե շատ վիտամիններով հարուստ է, ինչու ոչ, կարող եմ համարձակ ասել, որովհետև դեռ յուղի մեջ պետք է տապակենք այս բոլորը, կարող եք նաև կարագի մեջ տապակել, սերուցքը, պանիրը, այս բոլորը շատ իհարկե վիտամիններով հարուստ են։
Իսկ կարտոֆիլի վերաբերյալ սիրելիներս, երբեմն ասում ենք, որ օրինակ կարտոֆիլը օսլա է, կրախմալ է պարունակում իր մեջ եւ ինչ կա կարտոֆիլը օգտակար չէ, հակառակը շատերը պնդում են վնասակար է, բայց հավատացեք միֆ է, կարտոֆիլը ունի իր յուրահատուկ կարևորությունը, իր ուրեմն վիտամինային խումբը, որը ինչու ոչ շատ կարևոր է մեր օրգանիզմին, ինչպես յուրաքանչյուր մթերք։ Այ այսպես։ Կարելի է այս երկու կտորն էլ արդեն ավելացնել եւ մանրացնել բոլորը միասին։ Իմիջայելոց շատ այսպես նշեմ նաև, որ շատ թանկարժեք ուտեստ չէ սա, կարելի է մոտավորապես, չնայած չեմ հերքի, որ դեռ կարտոֆիլը նոր է շուկա եկել եւ մի փոքր թանկ արժե, այն գնալով հուսանք, որ գնային փոփոխություն կլինի, մի փոքր հիմա այս պահին կարտոֆիլը միգուցե գերակշռի արժեքը, բայց հավատացնում եմ մի 2000 դրամով կարող եք օրվա չափաբաժինը համապատասխան ընտանիքի անդամներին իհարկե ստանալ կարտոֆիլ։ Ադրինե, ես երևի թե ոչ մեկի տենց մարդ չեմ ճանաչում, որ կարտոֆիլ չսիրի։ Ես էլ չեմ ճանաչում, բայց երբեմն երբ լսում ես այնպիսի մարդկանց, ովքեր փորձում են դիետաներ պահել, օրինակ, կամ հետևում են շատ խիստ, ասում են կարտոֆիլը վնասակար է, օսլա է, չի կարելի օգտագործել։ Ամեն ինչն էլ վնասակար է, եթե չափից շատ է։ Բայց ես մի քանի օր առաջ հավատա, անկեղծ եմ ասում, մի բժշկուհու լսեցի, ով ասում էր, շատ երկար խոսեց կարտոֆիլի կարևորության մասին եւ ասաց, որ հավատացեք միֆ է, այդքան մի ասեք, որ չի կարելի կարտոֆիլը որևիցե օգտակար։ Շատ ուտելուց կարտոֆիլը օսլայից կարող եք ճրճռալ, մաքսիմում։ Չի կարող դա այդպես լինի։ Մաքսիմում, եթե այո, շատ լինի։ Այնպես որ ամեն բան իր ոսկե կանոնների շրջանակներում։ Օրինակ փոքր ժամանակ շատ էի սիրում հում կարտոֆիլը, երբ մենք բոլորս տապակելու համար կտրատում էին տանը, ես վերցնում ուտում եի, հետո մեծանում ես արդեն հասկանում ես, որ տապակածը ավելի համեղ է։ Բայց դա էլ երևի թե ինչ է նշանակում, եթե մենք բոլորս սիրել ենք եւ պահանջը ունեցել ենք, դա նշանակում է օսլայի պակաս ենք ունեցել։ Հաստատ ժամանակներն էին այդպիսի դադին։ Դե լավ սուրը։ Պակասները շատ էին այն ժամանակ։ Բայց երեխաների հատկությունն է, որևիցե բան հում փորձել եւ հավանել, դա երեխաների, բոլոր երեխաների մենք բոլորս էլ անցել ենք այդ փուլերը։ Այո, իհարկե, հիմա դու ինչ ես անում։ Ես հիմա մանրացրել եմ, ահա, ես հուսով եմ հեռուստադիտողը։ Հուսով եմ հեռուստադիտողը տեսավ եւ նույն մանր վիճակում ուրեմն կկտրատենք պղպեղիկները, սոխը, հետո այսպես փուլ առ փուլ կանցնենք առաջ։ Ես հիմա կզբաղվեմ հենց դրանցով եւ քերիչով կանցկացնեմ պանիրը, որպեսզի շատ։ Դա լինել է սոուս։ Համարյա, այո, մենք այստեղ ունենք սերուցք, այո, պանրային եւ սերուցքային սոուս է լինելու, կարտոֆիլները այդ ուրեմն սոուսի մեջ, այս համեղությունը դրանց հետ միախառնված շքեղ մի բան է ստացվելու։ Մենք ասեմ համի մասը։ Այո, հուսով եմ վերջում կուտենք, կհավանենք, այսպես եւ մեր հեռուստադիտողին էլ այսպես քաջալերենք, որպեսզի օրվա ընթացքում փորձի նա էլ պատրաստել այս հետաքրքիր բաղադրատոմսը։ Շատ լավ, այսինքն կարտոֆիլը եփվում է, այստեղ կտրատվեց նաեւ ապախտած միսը հիմա։ Մենք ունենանք կարճ դադար։ Բարի։ Հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, իսկ այնուհետև կվերադառնանք, որպեսզի տեսնենք ինչ եղավ այստեղ։ Խնդրեմ։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ մենք այս առավոտ ունենք երգի եւ տեսահոլովակի պրեմիերա։ Այո, այսօր մեր տաղավարում է մեր շատ լավ ընկերը, տաղանդավոր երգիչ, արտիստ Հայկ Հունանյանը։ Հայկ, բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, գործերը։ Շատ լավ։ Շատ լավ, որովհետև հենց եւս մի լավ գործի համար այսօր մեր տաղավարում ես նոր երգ, նոր տեսահոլովակ, խոսենք այդ մասին, անծանոթ աղջիկ։ Բայց մինչև այդ մի բան հարցնեմ, դուք Կարավոտյան մարդ եք։ Այս վերջերս այո։ Կապեց։ Ես Քանի դեռ ոչ։ չեմ աշխատում գիշերները, այո։ Ահա, ստացվում է։ Հա։
Շատ լավ է։ Ասեմ բավականին լավ։ Բավականին հաճելի է։ Իսկ անծանոթ աղջկան որտեղ տեսակ, որտեղ որոշվեց, որ ինքը պիտի լինի երգի անունը։ Անծանոթ աղջկան երևի Հայկն Աղուլյան տեսել, որովհետև երգը գրել է, երաժշտությունը գրել է ինքը, համ բառերը, համ երաժշտությունը։ Իմ շատ տաղանդավոր ընկեր Հայկ Աղուլյան ու սիրով նվիրեց ինձ այդ երգը ու որոշեցինք նկարել տեսահոլովակ, էլի իմ շատ տաղանդավոր ընկերների միջոցով նկարեցինք ռեժիսորը, օպերատորը Նարեկ Նափամբուխչյան, մեր օգնականը Լևոն Ասրյան, մի խոսքով ընկերներով հավաքվեցինք եւ ստացանք այն ինչ որ ստացանք։ Իսկ ծանոթացաք անծանոթ աղջկա հետ։ Կծանոթանանք ամեն։ Առաջարկում մենք բոլորով հիմա ծանոթանանք։ Այո, տեսնենք տեսահոլովակը, երգը, որից հետո արդեն շարունակենք զրույցը։ Ուրբաթ կես գիշեր, դատարկ են շշեր, իսկ սիրտս ուզում է քեզ տեսնել, էլ ոնց դիմանամ, ասա իմանամ, ոչ համար ունեմ, ոչ ասե որ մոտդ գամ, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կես խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կես խոսքից, շաբաթ առավոտ ու էլի կարոտ, իսկ սիրտս գժվել է, ուզում ա գալ քեզ մոտ, էլ ոնց դիմանամ, ասա իմանամ, ոչ գրում ես ոչ, զանգում որ մոտդ գա, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կես խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կես խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կես խոսքից, անծանոթ աղջիկ, իմ սրտի գաղտնիք, հանդիպման պահից, գերեցիր դու ինձ, սիրտդ բեր մոտիկ, սերին մի հատիկ, մի տանջիր ինձ էլ հերվից, հասկացիր ինձ կես խոսքից, մի տանջիր էլ ինձ։
Ահա, անծանոթ աղջիկ Հայկ Հունանյան, շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք Հայկ։ Շատ գեղեցիկ տեսահոլովակի։ Շատ գեղեցիկ է։ Այո։ Շնորհակալ եմ շատ։ Տեղերը հատուկ եք ընտրել, թե դա ընդհանուր համաձայնության շնորհիվ է եղել։ Դե ընդհանուր համաձայնությունը եղել է իհարկե, բայց ես լիովին վստահել եմ իմ ընկերներին, ասել եմ ինչ ուզում եք արեք, որ իմ ընկերներն են ընտրել, Նարեկը ու Լյովը։ Հայկ, նոր տեսահոլովակը կա, պրեմիերան հենց հիմա արեցինք, բայց դուք արդեն աշխատում եք հաջորդ երգի վրա եւ նույնիսկ տեսահոլովակի նկարահանումների ընթացքի մեջ եք։ Ինչ ստեղծագործական փուլ է ձեր կյանքում հիմա։ Իսկ ասեի բուրըն։ Այո։ Երեք ավարտեցինք տեսահոլովակի նկարահանումները, նոր երգ, նոր տեսահոլովակ, ազգագրական, այսպես որ ես եմ գրել համ բառերը, համ երաժշտությունը, մայիսի 27-ին լինելու է պրեմիերան, որպեսզի մայիսի 28-ին մեր անկախության օրը արդեն վայելենք։ Ավելի մոտիվները երգի։ Մոտիվները հայկական արմատներից եկող ու երգը կոչվում է հայը պիտի վերադառնա ու ինձ թվում է ժողովուրդը կսիրի, չգիտեմ։ Իսկ դա ավարտվեց այս երեք աշխատանքը, բայց ելի ընթացքում էլի կան գործեր։ Իհարկե, տարվում է մեծ աշխատանք, արդեն հաջորդ երգն է կոպիտ ասած արկվում։ Այս տարի որոշել եմ այսպես։ Ամբողջությամբ նվիրվես աշխատանքի։ Հայկ, ժամանակից աշխարհում եւ հեշտ է շատ արտիստ լինել եւ միևնույն ժամանակ շատ դժվար է, որովհետեւ տրենդները շատ արագ են փոխվում, կյանքը շատ արագ է առաջ գնում, ամեն օր նոր բան է դուրս գալիս։ Ինձ հետաքրքիր է դուք այս տեմպի մեջ որ արտիստների շարքին եք պատկանում, ով միշտ հավատարիմ է մնում իր ընտրած ուղուն, թե նաեւ նորի նկատմամբ շատ բաց եք, կարող եք նոր բաներ փորձել ձեր արվեստում։ Այսպես սկսեմ, այս ժամանակակից աշխարհում ինձ թվում ամենաբարդ բանը մարդ լինելն է, որովհետև բոլորս էլ տեսնում ենք, բոլորս էլ գիտենք, որ շատ դժվար է լավ մարդու հետ ծանոթանալ, շփվել եւ շարունակել այդ շփումը, ինչ որ երկար ժամանակահատված։ Ինչ եմ այդ ասում, որովհետև ուղիղ համեմատական արտիստ լինելու հետ էլի, արտիստներ կան, որ մարդկային հումոր անում են, մարդիկ կան, որ արտիստ այդպես էլ չեն դառնում, ինչ ֆակտորներից ելնելով։ Իմ կարծիքով ամեն ինչը պետք է համատեղել, համ մարդ լինելն ու արտիստ լինելը, համ տրենդն ու քո արմատներին ու քո ոճին չդավաճանելը։ Բալասը պահել։ Իհարկե, եթե ասենք ժամանակը փոխվում է, դու չես կարող մնաս այն հին բանի մեջ, որովհետև նոր սերունդը չի լսելու, հա, մեծ սերունդը գնալով որ մոռացվում է, բայց մի խոսքով ուզում եմ ասեմ, պիտի չեմ ասում շատ այնպեսի ոճափոխություն անես, որ ոչ քեզ սազի, ոչ էլ ժողովուրդը քեզ սիրի, բայց պիտի ինչ որ թեկուզ նշույլ մցվի ոճի մեջ, որպեսզի հաճելի լինի համ հին, համ նոր սերնդի։ Հայկ նաև հաշտեցիք, որ արդեն էլ երեկոներ ակումբային տարբերակներով ավարտել են գործունեությունը, հիմա ավելի շատ կենտրոնանում ենք համերգների։ Նոր համերգներ շուտով սպասենք։ Այո, նոր պրոյեկտներ են գծվում, մի խոսքով համերգներ էր դա։ Նորությունները շատ են։ Հիանալի է, Հայկ, ուզում ենք քեզ նվիրել Իջևանի Սափոր կարմիր չորգինի, որպեսզի տրամադրությունը լինի հաղթական եւ նոր համերգները արդեն իսկ շատ շոշափելի դառնան շուտով եւ նոր աշխատանքը նշեք թիմով։ Շատ շնորհակալ։ Եվ իհարկե արև բացիկ եմ ուզում նվիրել, որտեղ երգերից բառեր են, ֆրազներ են եւ նախատեսված են ծաղիկների եւ նվերների հետ նվիրել սիրելի մարդկանց էմոցիաներ տալու համար։ Ես համոզված եմ, որ այստեղ նաեւ մի օր կհայտնվի այն բոլոր երգերից մեկը, որը հատուկ դուք ընտրես քո երգերից, քո երգառեպերտուարից։ Հիմա ուզում եմ քեզ նվիրել Հայկոյի երգերից խոսքերը, որը կնվիրես համոզված եմ կնոջդ, որովհետև հենց այդպեսին է, հա, ետ նայր ուտես, որ քեզ սիրում եմ։ Սա քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հիմա։ Կլինիկ Արշատով դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։
Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ այսպես Հայաստանի Հանրապետության Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության աջակցությամբ եւ Արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միությունում տեղի կունենա խաղաղություն, միջազգային մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունը ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։ Այս միջոցառումը միավորում է Հայաստանի եւ արտերկրի ավելի քան 1500 շնորհալի երեխաների երկու տարիքային խմբերում, ովքեր իրենց արվեստով փոխանցում են խաղաղության, համերաշխության եւ մարդասիրության կարեւորագույն արժեքները։ Եզրափակիչ ցուցահանդեսին մասնակցում են 80 լավագույն ստեղծագործություններ ընտրված միջազգային արհեստավարժ ժյուրիի կողմից։ Եվ այս ամենի մասին արդեն ավելի հանգամանալից խոսենք մեր հյուրերի հետ, իսկ մեր հյուրերն են Լիլիթ Մելիքյանը, Արհեստագործների միություն մշակութային հիմնադրամի գլխավոր տնօրեն, Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար նկարիչ դիզայներ եւ Քրիստինա Մկրտչյանը ճարտարապետ, նկարիչ ու շատ տաղանդավոր մարդ։ Բարի լույս։ Նախ շնորհակալություն մեզ հրավիրելու համար։ Սիրով։ Հետո քանի որ մենք ուղիղ եթերում ենք ու վստահ չունենք շատ ժամանակ, արագ պատմենք այս ինչ մրցույթ գործի մի անգամ։ Ու հասարակությունը վստահ ինձ ճանաչում է որպես Տերյան մշակութային կենտրոնի ղեկավար, ինչ կապ ունի Լիլիթը այս ամեն ինչի հետ։ Արդեն երկար տարիներ է, ինչ Տերյան մշակութային կենտրոնը ստեղծեց արհեստագործների միությունը Սմիթսոնյան ինստիտուտի հետ աշխատելու մեր ընթացքը ավարտվեց այդ միությունը ստեղծելով։ Եվ մենք Հայաստանի բոլոր մարզերից ունենք արհեստավարժ, շատ արհեստավարժ վարպետներ, որ մեր միության անդամներ են եւ նաեւ համալրեցինք մեր գաղթական արցախցիներին, որոնք արդեն Հայաստանում են եւ մեր հետ միասին են։ Ինչն էր միության գլխավոր գաղափարը, որպեսզի այն հայկական հայերին բնորոշ արհեստները, որոնք որ միայն մերն են, որպեսզի իրանք սերնդեսերունդ փոխանցվեն եւ մենք կարողանանք օրինակ մեր հայկական դարբնեգործությունը, կավագործությունը, բրուտագործությունը սերնդեսերունդ փոխանցենք։ Եվ այդ նպատակով, երբ մենք համալրեցինք արհեստագործների միության անդամների քանակը եւ մենք ունենք 107 մասնակից եւ ամեն տարի Կասկադում ունենում ենք փառատոնը, մենք հասկացանք, որ մենք ունենք սերունդ հրավիրելու կարիք, այսինքն մեզ պետք են երեխաներ, որոնք կսովորեն այս վարպետների մոտ եւ վարպետները կունենան արդեն իրենց արվեստանոցներում ավելի ձևավորված խումբ, որը կլինի ոչ միայն վարպետը ու իմ տան անդամները, այլ նաեւ իմ համագյուղացիները եւ դա կդառնա շարունակական եւ երեխան մարզը լքելու խնդիր չի ունենա, կվաստակի եւ երիտասարդ տարիքից հիմա մենք շատ ենք շեշտ դնում կամավորության վրա։ Ստեղծվեց այս ֆեստիվալը, որի ժամանակ մենք երեխաներին սովորեցնում ենք սիրել նկարչությունը եւ կարողանալ հորինել, որովհետեւ հորինելը ինչու խաղաղություն, որովհետեւ աշխարհում խաղաղության պակասը շատ էր այն ժամանակ, որ մենք ձևավորում ենք, հուսանք, որ կգա լավ ժամանակներ եւ մենք թեման կփոխենք եւ ինչու ենք մենք այսօր այստեղ եւ արդեն միջազգային մեր հյուրերի հետ որովհետև անցյալ տարի փորձ արեցինք, Հայաստանով արեցինք այս մրցույթը եւ մասնակցեցին շատ երեխաներ, 800-ի մոտ հայտ ունեցանք։ Մենք ինքներս չենք սպասում այդպիսի ծավալով մարդիկ, որ կդիմեն մեզ, եւ իհարկե եղավ վեճ, որտեղ բոլորը ուզում են լինեն հաղթող եւ այլն, իսկ այս տարի մենք ավելի շատ ընդլայնել ենք մեր գաղափարը, ստեղծել ենք վիրտուալ հարթակ, որը կներկայացնենք հունիսի վերջ եւ վիրտուալ հարթակում բոլոր մասնակիցները կլինեն, ովքեր որ այս տարի դիմել են, ովքեր որ անցյալ տարի դիմել են եւ ամենակարևորը, որ մենք ամբողջ մեր ուժը եւ ներուժը դնում ենք այն գաղափարին, որ ոչ թե միայն երեխաները մրցույթում մասնակցեն, շահեն, լացեն կամ ունենան մրցանակ, այլ նաեւ հնարավորություն ունենան շփվելու լուրջ եւ կարեւոր արհեստավարժ արհեստագործների հետ։ Այսօր մեր հյուրն է Քրիստինան, ում պատիվ ունեմ ճանաչելու դեռ երիտասարդ տարիներից եւ հրավերը մեր ընդունել է եւ եկել է Հայաստան հատուկ որ լինի ժյուրիում եւ նվիրի մեզ workshop-եր, որոնք մենք կդնենք մեր վիրտուալ հարթակ որպեսզի ամեն տարի չունենանք այդ խնդիրը դիմելու հովանավորության, մարդկանց նեղություն տալու, բերելու, չնայած կարծում եմ, որ Հայաստան գալը այդ շատ մեծ հաճույք է բոլոր մեր ժյուրիի անդամների համար։ Իսկ հիմա ես ուզում եմ, որ Քրիստինան իր կարծիքը ասի այս ամեն ինչի մասին։ Շատ շնորհակալություն վստահության համար, Լիլի ջան։ Վստահ եմ, որ
չես փոշմանի, որին արդեն շատ ուրախ եմ։ Եվ կանեմ այն ամեն ինչ իմ ուժերի մեջ է եւ շատ երջանիկ եմ, որ նպաստում եմ մեր բալիկների, այսպես ասած, կանաչ ճանապարհի սկզբին հիմք տնելու գործողության մեջ։ Ահա։ Որ արդեն 80 լավագույններն են ընտրված, ինձ հետաքրքիր է ձեր մեկնաբանությունը աշխատանքների վերաբերյալ, ինչ տպավորություններ ունեք։ Ինչ որ մեքենայի մեջ խոսում ենք։ Մենք արդեն սկսեցինք այդ թեման զարգացնել։ Բավականի տխուր տպավորությունը նա, որ ինչ որ տրոմատիզմը զգացվում է երեխաների մեծ ամասնությունը աշխատանքների, այդ տրոմատիզմի հետքը միանգամից աչքի է ընկնում։ Շատ քչերն են, որ sense բավականի պայծառ գույներով, չգիտեմ դա լավ է թե վատ, երևի վատ չէ, որ երեխան պոկված չի իրականությունից եւ դա արդեն նրա մասին է խոսում, որ փոքրիկների մեջ հասունանում է ճիշտ հայի մտածելակերպ, որը պայքարի է պատրաստում։ Ես ժյուրի անդամ չեմ, որտեվ ես նախաձեռնողն եմ եւ ինձ իրավունք չեմ վերապահում լինեմ ժյուրի, բայց ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես են իմ գոլեգաները ընտրել երեխաների աշխատանքները եւ ես ինքս էլ նայեցի այդ աշխատանքները ու իմ մոտ գիտեք ինչ հետաքրքիր Կրիստինան այսօր առավոտյան որ հանդիպեցինք ձեզ մոտ գալուց առաջ ինքը ինձ հարցրեց լիլ բոլոր բալիկները ոնց որ արցախցիներ լինեն բոլորի մեջ կա պատերազմից փրկվելու այսինքն հրավեր դեպի խաղաղությանը երեխան պարտադրում է աշխարհին լինել խաղաղ երեխայի ցանկությունն է խաղաղության մեջ տեսնելու չկազենք չկատանք այս այո մեզ թվում է որ երեխաները իրանք աշխարհում են ապրում եւ հեռու են այս ամեն ինչից, բայց այդպես չի, հա, ու նրանց այո, որովհետեւ մի կատարած թեթև աշխատանքի մեջ մենք տեսնում ենք այդ գույները, այդ ահազանգի գույները, որ իրենք էլ են այդ ամենը այդպես ընկալում եւ ուզում են որ խաղաղ լինի, որովհետեւ կորցնում են իրենց մանկությունը։ Հիմա փորձում ենք ամեն ինչ անել, որ այդ մանկության գույները վերադարձնենք։ Ինչ ակնկալիքներ ունեք արդեն, երբ որ այս ամենը կարվի, կավարտվի, ինչպես եք պատկերացնում արդեն իրեն։ Ես անկասկած կարող եմ ասել, որ շատ տաղանդավոր են երեխաները, շատ տաղանդավոր են։ Ու սա կարելի ասել առաջի աստիճանն է, որ զարգացնել տաղանդը եւ գնալով օգնել, որ ամեն մեկը իր ճանապարհը գտնի ապագայում եւ ծառայի ամուր երկիր կառուցման միսիայի մեջ։ Իմ ցանկությունն է իմ ընտրած ժյուրի անդամներին, որ քանի որ մեր նպատակն է երեխային բերել դեպի արհեստագործը, որպեսզի կիրառական արվեստը, որը որ մենք ունենք շատ լավ կիրառական արվեստի մասնագետներ եւ իրանք աշխարհասփյուռ են, արդեն մեր ազգը միայն Հայաստանում չի։ Ես ուզում եմ այս մարդկանց խնդրեմ, որ իրանց շնորհը փոխանցեն մեր բալիկներին, կապ չունի, նայեք, ինքը միջազգային մրցույթ է, մենք այսօր 11 երկրից մասնակից ունենք։ Իմ կարծիքով այդ շատ ֆանտաստիկ հաջողություն է, որովհետև իրական իհարկե ԿԳՄՍ-ի արկայությունը շատ կարևոր է, որտեղ միգուցե Տերամշակութային կենտրոնը ամբողջ աշխարհով ցուցադրվում է, գնում է տարբեր տեղեր, համայնքներ, բայց երբ որ պետությունն է սատարում եւ քո հրավերը մասնակցելու մրցույթի գնում է արդեն դեսպանատունից ու դա դու չես անում սովորական հասարակական կազմակերպություն, այլ նաև պետական միջամտություն կա, որպեսզի հրավիրեն դեպի այս մրցույթը, հա, այդ հրավերը շատ կարևոր էր։ Հիմա ես ուզում եմ, որ իմ տաղանդավոր արհեստագործ եւ արվեստասեր ընկերները փոխանցեն իրենց հմտությունները երեխաներին, որոնք որ ու ինքը չունի ազգային պատկանելություն մրցույթը ունի։ Որ տարիքն է ընդգրկված։ Այս անգամ ընդգրկել ենք մինչև 6-ից 10 տարեկան եւ 10-ից 15 տարեկան։ Ահա, ունենք դեռահաս եւ պատանի երեխաների հետ հա շփումը։ Սա նաեւ պահանջում է հոգեբանական մոտեցում, այ ինչպես նշեցիք հենց խոսքի սկզբում, երեխաները երբ որ չեն հաղթում իրենց մտածելակերպում, լացում են, հուզվում են, ջղայնանում են եւ այ ոնց են անում, որ այս սահմանն էլ նուրբ ստացվի, որ հանկարծ երեխան չմտածի, որ պարտվեց, որովհետև այստեղ պարտվողներ չկան, այստեղ հաղթում է գույնը ու պատկերը։ Ես մի հատ ճոխացնեմ, անցյալ տարի մենք ունեինք դրամական պարգև։
Այդ պատճառով տեսանք ինչքան անառողջ է դեռ մեր հասարակությունը, անգամ մի դպրոցից եթե մեկը շահում էր դրամական պարգևը, մյուս իր դասարանցին շատ վատ էր դա տանում։ Այս տարի մենք որոշեցինք հասարակությունը նյութականությունից ազատել եւ չպարգևատրել դրամական, այո։ Անցյալ տարի բացի դրամական պարգևից մենք բոլոր մասնակիցներին, քանի որ դա Հայաստանի մեջ էր արվում, ուղարկել էինք փաթեթներ, ներք, ջրաներք, ագրիլ, այսինքն բավականին դրամական նվեր էր արդեն իսկ որ դու մասնակցում ես։ Այս տարի մենք ունենք արհեստագործների միության վարպետների պատրաստած բրոնզե քանդակները։ Հետո գիտեք ինչ, ես 50 տարեկան եմ, արդեն նոր երևի դրամական պարգև եմ ստանում ինչ որ մի բանի համար։ Ամբողջ կյանքը ստացել եմ թուղթ արձան, թուղթ արձան։ 35 մաքսիմում։ Այս տարի համել հրավիրել բոլորի համար 50-ամյակին, հա, ցուցահանդեսով։ Ինչ ենք մենք մեծացանք, չէ՞, որ սկսեցինք դրամական պարգևների մասին մտածել ու ոնց որ առողջ մեծացանք։ Դրամը պետքա վաստակել, ոչ թե պարգևատրվել երիտասարդ տարիքում։ Երեխան պետքա մոտիվացվի նրանով, որ ինքը այս մրցույթին մասնակցում է եւ ինքը ունենալու է շանս Կրիստինա Մկրտչյանի, Հայկ Ազարյանի, արհեստագործների միության անդամների, մնացածների անունները չեմ ուզում տամ, որտեվ դեռ մրցույթը 24-ին է վերջնական, հա։ Մեր հասարակությունը շատ է սիրում ծանոթ բարեկամ։ Դրսի ժողովրդին կարելի է միակ ծանոթ, բայց դրսի արհեստագործներին չենք ասում։ Արհեստագործների միությունը տալու է երեխաներին դասընթաց։ Դա մեր կողմից լավագույն պարգևն է, իհարկե ունենք կարգով սահմանված առաջի տեղ եւ ամենակարևորը, որ մենք Տերամշակութային կենտրոնը եւ արհեստագործների միությունը եւ մեր հրավիրված դրսի ժյուրի անդամները որոշել ենք, որ բոլորին պիտի ուղարկենք շնորհակալություն մասնակցության համար, շատ գեղեցիկ պատրաստված եւ մի հատ մեծ սյուրպրիզ է սպասվում բոլորին մյուս տարի, որովհետեւ բոլոր երեխաների աշխատանքները, ովքեր որ մասնակցել են 1500, 1800 եւ այլ, բոլորի աշխատանքների իրավունքը, սեփականությունը պատկանում է արդեն այս մրցույթին եւ մրցույթը մյուս տարի բոլորին շատ կզարմացնի, թե ինչ կիրառական իրեր կլինեն այս երեխաների աշխատանքներով։ Սա արդեն մյուս տարվա խոսակցությունն է, որը էլի մենք ձեզ սիրով կհյուրընկալենք, նախ հյուրընկալենք ուղղակի հասկանանք ինչպես ավարտվեց, հետո արդեն մյուս տարվա պլաններից։ Սա ուզում եմ նվիրել ձեզ Իջևանի Սափորն է, Իջևանի գինուգործանի կողմից, որպեսզի եւս մի գեղեցիկ հաղթանակ նշեք եւ քանի որ դուք երեխաներին նվում եք էմոցիաներ, ես ձեզ նվիրեմ արև քարտեր, որոնք կարծում եմ ամենաառաջին ովին զգում ես եւ իհարկե քո ճամփիարայտներին ծանոթ բերում են քեզ մոտ։ Սրանք երկերից ընտրված հատվածներ են էմոցիաներ նվիրելու համար։ Սիրով ձեզ ու մաղթենք հաջողություն։ Այո, հաջողություն ենք մաղթում։ Եվ կարճ դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս եւս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը եւ ժամանակն է որպեսզի խոսենք առողջ ապրելակերպի մասին եւ դիտենք տեսանյութ, որտեղ կօգնի տեսանյութը մեզ որպեսզի մոտիվացվենք եւ գնանք հիլ սպորտային համալիր, ունենանք գեղեցիկ մարմին եւ լինենք առողջ։ Հենց հիմա առավոտը Hills-ում էջն է մեր եթերում։ Բարև ձեզ, ես Էրիկն եմ, Hill սպորտային ակումբի National Dance-ի մարզիչը, արդեն դասավանդում ենք գրեթե 1 ամիս։ Ծրագիրը նպաստում է երեխաների մտքի զարգացմանը, ճկուն շարժողական համակարգի զարգացմանը։ Դասին կարող են մասնակցել 3-ից մինչև 14 տարեկան բոլոր երեխաները։
Ազգային պարերը նպաստում են երեխաների ազգային ոգու զարգացմանը, բացի նրանից, որ կարևոր է ազգայինը գիտակցելու հատկությունը, նաև կարևոր է իմանալ այն ազգայինի, ինչով որ մենք ապրում ենք, ու գիտակցել, պարել, երգել, նվագել եւ այլն։ Ահա, Hill սպորտային համալիրում 73-ից ավելի խմբային մարզումներ կան եւ ստեղծված է այնպիսի մթնոլորտ, որպեսզի գնաք ամբողջ ընտանիքի անդամներով ձեր երեխաների հետ եւ մարզվեք, լինեք առողջ եւ միևնույն ժամանակ ունենաք հարմարավետ ժամանակ։ Այո, եւ չմոռանաք ամենակարևորը նաեւ սնունդի մասին, որը շատ կարևոր է, որպեսզի կարողանաք ճիշտ մարզասնունդը, հա, կազմակերպել, իսկ առողջ սնունդը մեզ առավոտյան տալիս է մեր հրաշալի Ադրինեն, ով այս պահին մեծ թողբոյի մեջ է եւ պատրաստում է շատ գեղեցիկ եւ համեղ ուտեստ մեզ համար։ Ադրինե։ Շնորհակալ եմ սիրելիներս, բարի առավոտ իմ թանկագին հեռուստադիտողի սիրելիներս, այսօր պատրաստում ենք շատ հետաքրքիր, շատ համեղ, շատ քունեղ մի ուտեստ։ Ինչի համար մեզ անհրաժեշտ էր կարտոֆիլ, փոքրիկ գեղեցիկ այս նոր կարտոֆիլները։ Այստեղ ունենք, իհարկե, ես փորձեցի շատ գեղեցիկ հերթականությամբ դասավորել, որ տեսանելի լինի ձեզ։ Մենք ունենք ապխտած երշիկ, գունավոր պղպեղներ, կանաչ սող, պանիրը քերիչով անցկացված եւ իհարկե սերուցք։ Հիմա պետք է սկսենք գլխավոր գործողությունները, այսինքն կերակուրի պատրաստումը եւ իհարկե սկսենք առաջին հերթին սկսենք կարտոֆիլը տապակելուց։ Բայց մինչ կարտոֆիլը տապակելը, եթե հիշում եք, մենք կարտոֆիլը թերխաշ վիճակում այսպես եփեցինք, որպեսզի ավելի հեշտ տապակվի։ Ինչ է պետք մեզ հիմա այս պահին, մենք պետք է յուղ ավելացնենք թավայի մեջ։ Այսպես, իհարկե յուղը, գիտեք ինչ յուղ եմ ես օգտագործում, Էլոլա ապրանքանիշի հալած յուղը, որը շատ համեղ է։ Այսպես։ Ահա, փորձենք հալեցնել այն։ Եվ իհարկե կամաց տեղափոխենք թավայի մեջ մեր կարտոֆիլը, խաշած կարտոֆիլը։ Իհարկե ոչ ամբողջական խաշված, բայց այնուամենայնիվ արդեն փափուկ վիճակում է այն։ Այսպես։ Ես ընտրել եմ ամենափոքր, այսինքն փորձել եմ, կա նաև մի փոքր ավելի մեծ չափի կարտոֆիլներ, բայց փորձել եմ ընտրել ամենափոքր տարբերակները, որ գեղեցիկ լինի եւ իհարկե բոլոր բաղադրիչները իրար հետ շատ համահունչ լինեն։ Ահա, սա թողնենք մի կողմի վրա։ Եվ հիմա այս պահին սկսեմ ավելացնել նաև համեմունքները։ Իհարկե, եթե հիշում եք, խաշվելու ընթացքում ես աղ էի ավելացրել ջրի մեջ, բայց հիմա եւս անհրաժեշտությունը կա, մի քիչ էլ աղ կավելացնենք եւ ընթացքում էլ կփորձենք ինչու ոչ, քանի որ այստեղ սերուցք ենք ավելացնելու սիրելիներս։ Բնականաբար սերուցքը մի փոքր այսպես քաղցրություն էլ ունի, պետք է կոտրել դա եւ դրա համար աղը անհրաժեշտ է։ Ահա, ավելացրեցի ուրեմն աղը, ավելացնենք կծու կարմիր պղպեղ, իհարկե չչարաշահեմ, մի քիչ, շատ քիչ ավելացնեմ քրքում, որպեսզի գույնը ապահովենք եւ իհարկե մեր մարսողության մասին էլ մտածենք։ Այստեղ պետք է ավելացնեմ սխտորի փոշի, շատ քիչ, իհարկե խորհուրդ կտամ, որպեսզի դուք օգտագործեք հենց թարմ սխտոր, պարզապես որպեսզի շատ սուր համ չստանանք այս պահին, մեզ պետք է սխտորի փոշի։
Այստեղ ավելացնելու եմ խմելի սունելի։ Բոլոր ուտեստների հետ շատ համահունչ է այս համեմունքը, այնպես որ հանգիստ կարող եք օգտագործել։ Եթե համային, այսպես ասած, ճաշակի խնդիր չունեք։ Հիմա փորձենք խառնել այս բոլորը։ Որպեսզի համեմունքը միախառնվի։ Ահա։ Մի քիչ կրակը երևի թե բարձրացնեմ։ Արդեն յուղի մեջ թաթախվեց, շատ գեղեցիկ գույն ստացավ մեր կարտոֆիլը, եթե նկատում եք, սիրելիներս։ Եվ բույրն էլ շատ անուշ է բուրում։ Այսպես։ Շատ լավ է, հիմա պետք է ավելացնեմ սերուցքը։ Մի քիչ էլ թողնենք կարմրի, ահա տեսեք տարբերակներ կան, արդեն կեղևը կարմրեց, շատ գեղեցիկ է, մի փոքր էլ խառնենք և թողնենք ավելի շատ չափաբաժնով տապակվի կարտոֆիլը, հետո ավելացնենք սերուցք։ Այսպես, սիրելիներս իրականում շատ ժամանակ չի խլի, անկեղծ եմ ասում, եթե ձեռքի տակ ունենաք բոլոր բաղադրիչները, ապա մի կես ժամվա ընթացքում հաստատ հավատացնում եմ պատրաստ կլինի այս ուտեստը, որովհետև կարտոֆիլը բավարար է 10 րոպե խաշելու համար, այնուհետև արդեն շատ արագ կտապակվի և բաց վիճակում կլինի այն, և հետո կավելացնենք մյուս բաղադրիչները ու շատ կարճ ժամանակում այն պատրաստ կլինի։ Ահա, ես ուզում եմ արդեն ավելացնել սերուցքը։ Ահա, այսպես թողնենք շաղախվի ամբողջությամբ սերուցքի մեջ այս կարտոֆիլը, հետո կավելացնենք պանիրը ու մնացած բաղադրիչները։ Այսպես, կրակը բարձրացնեմ, որպեսզի եփվի սերուցքը։ Ես մի փոքր կփորձեմ, որպեսզի տեսնեմ աղը ինչպիսին է։ Ադրինե ջան, Սոնա ջան, ողջույն։ Ինչ գեղեցիկ է այստեղ ամեն բան։ Մի քիչ աղ է կարիք։ Աղի։ Այո, աղը պետք է ավելացնել։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Այսպես, կարծում եմ լավ է։ Սա ինչ տեխնիկային հատված է այստեղ։ Հավանում ես։ Շատ գեղեցիկ է։ Այո, ես կարծում եմ շատ այսպես ամառ, հուշում է, որ շուտով ամառ է, բան չունած։ Ինչքան ենք բաղադրատոմսերն են գալու։ Այո, արդեն ես վաղուց արդեն մտածում եմ պաղպաղակի մասին, հավատում ես, մտածում եմ մի օր մենք այստեղ պետք է պաղպաղակ միասին պատրաստենք, ու բայց անընդհատ սպասում եմ, որ մի քիչ էլ տաքանա, այո, մի քիչ էլ անձրևները դադարեն, չնայած պաղպաղակը միշտ հաճելի է, բայց դե մի քիչ թող տաքանա, եղանական անպայման պաղպաղակը պատրաստենք միասին։ Եվ ես այստեղ տեսնում եմ պանիրը, այո, կաթը, յուղը, որը ամբողջությամբ առանձնացված է էլոլապրանքանիշից, որովհետև էլոլապրանքանիշը առանձնանում է անարատ կաթից պատրաստված արտադրանք առաջարկելով, ինչպես նաև առաջարկում է պանիրների մեծ ընտրանի, որտեղ արդեն նորույթ կա, բաստուրմա սուլուգունի համադրություն իմ ամենասիրելի, կարող եք ձեռք բերել և վայելել և ձեր երեխաներին ևս առաջարկել հենց այս ապրանքանիշի առաջարկվող կատնամթերքը, քանի որ վստահաբար այն պատրաստվում է անարատ կաթից և ոչ մի հավելումներ այնտեղ չեն լինում։
Շատ ճիշտ է, շատ համեղ է, այո, բաստուրմայով սուլուգունի տարբերակը հրաշալի է, անփոխարինելի է, ես կարծում ոչ մի բանի հետ չես համեմատի եւ շատ այսպես տոնական տեսք ունի։ Մենք ասել ենք այս մասին եւ հիմա կարող ենք կրկնել, որ եթե պանրային որևիցե հավաքածու եք ուզում պատրաստել, այս բաստուրմայով տարբերակը ներառեք անպայման, որովհետեւ ասես զարդ լինի, շատ գեղեցկացնում է այդ ափսեն, այնպես որ եթե կարող եք գնեք եւ փորձեք։ Ահա։ Եվ իհարկե ինչ պատրաստվում է, ես յուրաքանչյուր առավոտ առանձնացնում եմ, որ կապ չունի, որ առավոտ է քո պատրաստած բաղադրատոմսերի հետ միշտ ակտուալ է Իջևանի գինու գործանի կողմից առաջարկվող գինիները անմահական։ Ինձ համար իդեպ գինին այնքան թույլ, թեթև, հաճելի խմիչք է, որ կապ չունի առավոտյան փորձես թե երեկոյան, բայց մի բաժակ առանց չարաշահելու եւ առանց ինչ-որ չափը անցնելու իհարկե, բայց վայելել օրվա բաղադրատոմսի հետ, օրվա տարբեր ժամերի հաստատ կարելի է։ Այնպես որ Իջևանի գինու գործարանը առաջարկում է անմահական գինիների լայն ընտրանի, նաև ունի հյութերի, պահածոների մեծ տեսականի, կարող եք ձեռք բերել եւ վայելել, եւ այդ ամբողջը ձեզ կհիշեցնի տնական համի ու հոտի մասին։ Շատ ճիշտ ես, մեր այսօրվա ուտեստի հետ օրինակ ես կհամադրեմ սպիտակ գինի, որովհետև շատ համահունչ կլինի եւ իմիջիալոց գինին անհրաժեշտ է, եթե ոչ ամեն օր, ապա շաբաթական մեկ անգամ նյութափոխանակության համար դա շատ կարեւոր է, այնպես որ այո, ինչու ոչ կարելի է ունենալ այսպես ասած սննդակարգում մշտապես իր ուրույն տեղը պետք է ունենա։ Եվ ես քեզ հարց ունեմ, այս գեղեցկագույն սեթը ինչպես ես համադրելու կարտոֆիլի հետ եւ առասեք ինչպես ես դիպչելու եւ փչացնելու այս պատրաստված էսթետիկ տեսքը։ Դե որ այսքան ձգձգում եմ, չեմ ոչ մի բան անում, բանում ես երկար վայելեք։ Այո, դրա մասին է հենց խոսում։ Բայց հենց այս պահին կարող ենք այս գեղեցիկ տեսարանը խախտել եւ իհարկե պանիր ավելացնել։ Ուրեմն, երբ սերուցքը սիրելիներս ավելացրեցիք, մի փոքր եփվելուց հետո անմիջապես ավելացրեք պանիրը։ Եվ իհարկե խառնելուց հետո կավելացնենք արդեն մեր այս գեղեցիկ մթերքները։ Իհարկե առաջին հերթին կավելացնեմ ապխտած միսը։ Իդեպ մի փոքրիկ այսպես փաստի մասին այս եղանակին, երբ գարունը արդեն գալիս է իր նոր, չգիտեմ, հետաքրքիր բանջարեղեններով, թարմ մրգերով, հատապտուղներով, այս ժամանակահատվածում ես էլ հին կարտոֆիլ չեմ կարողանում փորձել եւ նոր կարտոֆիլը ասենց ամբողջությամբ հենց այս եղանակի մասին է ինձ համար։ Ես քեզ հասկանում եմ, որովհետեւ այո, ես կարծում եմ յուրաքանչյուրիս մոտ հատկապես երբ մտնում ես խանութ եւ աչքդ դիպչում է, արդեն չես կարողանում ուրիշ կարտոֆիլի տարբերակի նայես, որովհետեւ սա գերող է, նաեւ շատ համեղ է ինքը երբ այսպես հատկապես երբ փոքրիկ է, այսպես գեղեցիկ, այն ջեռոցում էլ է շատ համեղ ստացվում։ Ես կարծում եմ շատերիս մոտ է հենց այդ զգացողությունը։ Մի տարբերակ էլ կարող եմ ես առաջարկել, մենք տանը պատրաստում ենք սամիթով, այսպես խաշված տարբերակ, էլի շատ կարակով է պատրաստվում, հրաշք, ես էլ եմ շատ սիրում, այո, համամիտ եմ, կարելի է մեկ օր նաև որևիցե ուրիշ ուտեստի հետ դա համադրել, այո։ Ահա, տեսնում եք սիրելիներս, ավելացնում ենք մեր մանր կտրատված ապխտած միսը, մի հատ նորից կխառնենք։ Շատ գեղեցիկ հերթականությամբ առանձնացնում է։ Այո, նորից խառնենք։ Այսպես որպեսզի համերը միան խառնվեն։ Ես քեզ օգնեմ, էլի։ Այո, շնորհակալ կլինեմ։ Որպեսզի հեռուստադիտողին էլ տեսանելի լինի։ Արդեն տեսակ, այս դրա մասին է ասում սիրելիներս, որ պարզապես տեսք է հաղորդելու, ինչ որ նոտա է լինելու, շատ գեղեցիկ։ Հենց նոր երբ սկսեցիր խառնել, ավելի շատ եկավ, չէ։ Այո, հուսով եմ, որ համեղ է ստացվելու։ Դա ապխտած մսի բույրներ արդեն։ Այո, եւ հիմա փորձենք երևի թե այս ուղղությունով ես փորձեմ այսպես դանակի օգնությամբ։ Կարող ես գտալ տալ։ Չէ, արդեն շատ լավ է, փորձեմ կիսել այսպես որ դասավորել եմ, կանաչ սոխը կօգտագործեմ ամենավերջում ձևավորման համար։ Դե հիմա եթե մի քանի հատիկ
ընկնի մեջը խնդիր չէ, հոգ չէ։ Այսպես։ Իդեպ երեկվա բաղադրատոմսին անդրադառնալով, քանի որ ֆունչոզայի մեջ եւս դու կանաչ սոխ էիր օգտագործել ու ես եթերում նշեցի, որ ինձ համար նոր է այդ տարբերակը, կարող եմ կիսվել նաեւ ուտեստը փորձելուց հետո համային իմ զգացողությամբ բավականին հետաքրքիր էր ֆունչոզայի մեջ կանաչ սոխը եւ ինձ այնքան դուր եկավ, որ արդեն ես ինքս տանը պատրաստելիս անպայման կավելացնեմ, որովհետեւ շատ հետաքրքիր, ինձ ոնց որ յուրահատուկ նոր համ հաղորդած լիներ, որը չէր խանգարում ուտեստին, բայց լրացնում էր։ Այո, շատ լավ է, որ այդպիսի այո, նոր զգացողություններ, նոր համեր ենք բացահայտում մեզ համար։ Մենք շատ ենք ասում, որ կարելի է նույնիսկ ամենատարօրինակ, չտեսած, չփորձած ուտեստը մեկ անգամ գոնե փորձել, որպեսզի համին ծանոթանալ, որպեսզի շոշափելի դառնա քեզ համար եւ դու ճանաչես, շփվես այդ մթերքի հետ, հասկանաս, թե ինչ է իրենից ներկայացնում։ Եվ սա էլ կարծում եմ ինչ որ առումով այդ տարբերակներից է։ Ոչ հաճախ ենք մենք նմանատիպ ուտեստներ պատրաստում, բայց կարելի է երբեմն փորձել։ Իսկ ամենավերջում զարդարելու համար ես կօգտագործեմ նորից այն մանրացված այո կանաչ սոխը, որը էլի յուրահատուկ այսպես հետաքրքիր նոտա կլինի այս ուտեստի մեջ։ Ես կարծում եմ հեռուստադիտողի համար պարզ էր, եթե կա որևիցե հարց, ինչպես միշտ այսօր եւս ասում եմ, կարող եք կիսվել ինձ հետ, գրել, ես կպատասխանեմ ձեր նամակներին, բայց ընդհանուր առմամբ ես առաջին մասում հաղորդման նշեցի, որ 2000 դրամով կարելի է ստանալ այս չափաբաժին բավականին շատ է, չեմ կարծում, որ քիչ է, այս չափաբաժինը մի 2000 դրամի կարգի կարող է լինել, օրվա ընթացքում կարծում եմ շատ լավ տարբերակ է։ Դու ամեն անգամ ավելի ռեկորդային թվեր ես ասում, ավելի մատչելի գներով, ավելի այսպես համեղ եւ հագեցնող ուտեստ ես առաջարկում, այնպես որ ցելի հեռուստատողներ պահեք բաղադրատոմսը եւ անպայման պատրաստեք ձեր սիրելի մարդկանց համար։ Եվ քանի որ ամեն ինչ պարզ է, կարծում եմ կարող ենք այս բան դադար ունենալ, որից հետո կվերադառնանք եւ արդեն կողջունենք այսօրվա մեր վերջին հյուրերին եւ ելի շատ հետաքրքիր թեմայից ենք զրուցելու, մնացեք առաջին ծրագրի հետ։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ տեղափոխվում ենք Թատեր աշխարհ։ Եվ այսպես մայիսի 23-ին Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում կլինի պրեմիերա։ Նոր ներկայացում Հայր իշխանություն, որի մասին մանրամասն կխոսենք մեր հյուրերի հետ։ Եվ իհարկե մեր տաղավարում են Հայր իշխաններ Նարեկ Մանուչարյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Մայր իշխան Ռուզանա Մանուչարյանը։ Այդ դեռ հարց է։ Բարի լույս։ Ահա, այդ դեռ հարց է։ Դրա համար պետք է ներկայացումը նայել, որպեսզի հասկանանք։ Պետք է եթերի ժամանակ էս թեման բացել։ Նարեկ ջան, դու ես բացել թեման, որտեղ պիեսը ինքդ գրել ես, վերնագիրը դրել ես Հայր իշխանություն, եւ տենց է, մեր երկիրը տենց է, չէ՞ պատրիարխատ է։ Բայց ինչպես ասում էր Ջեյմս Բրաունը, սա տղամարդկանց աշխարհ է, բայց այն ոչինչ է առանց կնոջ։ Դե խոսենք ներկայացումից, տեսա խաղաղություն հաստատեցի։ Ինչի մասին է, իրոք Հայր իշխանության, թե իրականում այստեղ Հայր իշխանություն ասված է ինքը Աստծո գերակայության մասին է, այսինքն հոր տիրոջ գերակայությունը մարդկանց վրա, պատմությունը տղամարդու կնոջ մասին է, չեմ ուզում շատ փակագծեր բացեմ, որովհետև այնտեղ ինտրիգային կետեր կան, որ ներկայացումը նայելիս պիտի մարդիկ հասկանան։ Տղամարդու կնոջ հարաբերությունների մասին է, երբ որ յուրաքանչյուրը իր կյանքում ունենում է որոշակի սահմաններ, որոնք ինքն է գծում իր համար ու դիմացինի համար, ու ինչքան ցավալի է լինում, երբ դիմացինը փորձում է խախտել այդ սահմանները, որովհետև յուրաքանչյուրս ունենք մեր ազատության կետերը, որը պիտի չխանգարի մյուսի ազատությանը։ Այո, արդյոք այդպես էր մտածում դերասանները։ Դե այո, իհարկե։ Քանի որ մտածել են ավելի Սցենարիստը կարող մտածի այնպես, ինչպես ինքն է մտածում։ Բացի նրանից, որ Նարեկը պիեսի հեղինակն է, նաև բեմադրում է, այստեղ մենք ընդհանրապես տարբերակ չունեինք չենթարկվելու, չհավատալու եւ համակարծիք չլինելու, նենց որ այո, միաձայն։ Իհարկե լինում են դեպքեր, որ գուցեև չհամաձայնենք ինչ-որ բանի հետ, բայց ամեն դեպքում պիեսը այնպես է գրված, որ ուղղակի չկա ինչ-որ կետ ու տեղ, որտեղ դու կկարողանաս դու ինքդ դրսևորվել որպես անհատ։ Այստեղ կոնկրետ անհատի դրսևորումների մասին չի, այստեղ կոնկրետ Ադամի եւ Եվայի մասին է, կին ու տղամարդու մասին է, ու ի սկզբանե ոնց որ եղել է, հիմքը ոնց որ դրվել է եւ ինչու ոչ նաեւ մեղքի բաժինները յուրաքանչյուրի, ամեն ինչ հենց դրանով է պայմանավորված։ Կարծում եմ մնացածը։ Ես փորձում եմ ինտրիգ պահել Ադամի ու Եվայի փաստը պատմեց։ Մեր հյուրերն էին։ Գորականություն որ նայեցիք եթե։
Դեռ քանի պատմել եք։ Քանի գործողությամբ է ներկայացումը, կերպարների մասին մի քիչ։ Ներկայացումը մեկ գործողությամբ է, տևում է մոտավորապես 1 ժամ 15 րոպե, փորձել ենք հանդիսատեսին մաքսիմալ սենց լարված պահել, փորձել ենք ավելորդ որոշակի տեսարաններ, որոնք գուցե եւ պատմողական հավելյալ ինֆորմացիա կտային, բայց ներկայացման տեմպին ու ռիթմին կխանգարեին, փորձել ենք հանել, ստացել ենք շատ կոմպակտ, շատ հետաքրքիր ներկայացում իմ կարծիքով, որը պատմում է Ադամի ու Եվայի, այսինքն սկզբի մասին, ոնց եղավ սկիզբը, ոնց է սկիզբը կրկնվում ու ոնց է այդ շրջափուլը անընդհատ մարդկանց համար նորից ու նորից անցնում ու մարդկությունը ընդհանրապես կինը եւ տղամարդը ի սկզբանե ինչ խնդիրներ ունեին ու ոնց են այդ խնդիրները հիմա պրոյեկտվում ժամանակակից տղամարդու ու կնոջ հարաբերություններին։ Ինչու անդրադարձակ այս թեմային։ Գուցե կյանքի փուլն է ստիպում, ինձ թվում է յուրաքանչյուր ստեղծագործողի համար, երբ որ քո կյանքում շրջադարձային փուլ է լինում ու դու արդեն գտնում ես կողակցիդ ու սկսում ես որոշակի խնդիր չասեմ, այսինքն նոր էտապներով անցնել, ինձ մոտ որպես ստեղծագործող եկավ այդ միտքը, որ ինչու ոչ կարելի է նաև թեմային այս տեսանկյունից անդրադառնալ։ Սրանից առաջ ունեցել եմ էլի 2 հոգանոց գործ, շղթան, որը էլի տղամարդու կնոջ մասին էր, բայց այնտեղ մթնոլորտը լրիվ ուրիշ էր։ Այստեղ արդեն լրիվ ուրիշ վիճակ է, արդեն այլ մտածելակերպով, այլ ոճով։ Կողակցին գտնելը ինչ է արդարացրեց Եվային։ Սուրեն, պիտի գնամ էլ ես, տեղից հետո կյանք կա։ Ասա։ Եթե սիրում ես, շատ ու շատ պարագաներում ամեն ինչ արդարացված է լինում։ Շատ դիվանագիտական պատասխան է։ Փրկենք նարեկի։ Ձեր համագործակցության մասին դուք բեմում առաջին անգամ եք միասին խաղում, թե։ Այո, բեմում առաջին անգամ ենք, բայց միասին աշխատել ենք, իհարկե ոչ թատրոնի բեմում կամ ոչ այդ թատերային ֆորմատում, բայց միասին աշխատել ենք, սա մեր առաջին բեմական փորձն է։ Եվ ինչպես է ընթանում։ Բուրըն։ Իրականում հետաքրքիր բան կա, երբ որ դերասանները շատ են կերպարի մեջ մտնում, այն ինչ որ կատարվում է ներկայացման մեջ, իրենք տեղափոխում են արդեն կյանքային ֆորմա։ Իրականում հա, անկախ մեզանից ինչ որ բաներ սկսվեցին մեզ հետ կատարվել, շատ տարօրինակ։ Եթե օրինակ առաջ մենք շատ հաշտ էինք իրար հետ, ինչ որ sense դեմա շատ անկեղծ ենք էլի։ Լավ ճանաչող, գիտեմ շատ հանգիստ։ Բայց շատ սուրե, իհարկե։ Պատրիարխատի ու մատրիարխատի բախումն է։ Ես ինձ պոստերը պատրիարխատով ենք շփվել։ Ես պոստերը երբ որ տեսա, հասկացա, որ եթե Կարենը սխալ շարժում անի, Ռուզանան Կարենի վիզը կկոտրի։ Այո։ Այո, շատ բարդ ասում եմ։ Դրան Արեգի սկզբանե ասեց, եկեք շակերտները շատ չբացենք։ Արդեն ուշ է, պատմել եմ։ Հայրենիքային շակերտների մեջ։ Հետաքրքիր է, լավ, իսկ դուք արդեն տեսնում եք, նու արդեն հասել եք ավարտուն ներկայացման, արդյոք այն ամեն ինչ որ կատարվում է բեմում, այն ամեն ինչ որ դուք ձեր գծերով եք տանում, հենց դա էր ինչ որ ի սկզբանե նախատեսված էր, թե ընթացքում փոփոխությունների ենթարկվեց process-ի մեջ։ Շատ ենք փոփոխությունների ենթարկել, որովհետև մեր Մկրտչյան թատրոնը ուզում եմ շնորհակալություն հայտնել իհարկե ամբողջ անձնակազմին, բեմի վարձակալության առումով մեզ շատ օգնեց, մենք բեմական փորձերի ժամանակ ունեցանք ու երբ որ դու փորձասենյակում հավաքում ես ներկայացում, հետո գնում ես արդեն բեմական տարածք, ուզած թե չուզած շատ ու շատ փոփոխություններ պիտի անես։ Մեր պարագայում փոփոխությունները շատ չէին, բայց եղան ու մի փոքր դժվարություններ հաղթահարելով կարողացանք արդեն վերջնական տեսքի բերել ներկայացումը։ Եվ այսպես հանդիսատեսը գալու է, վայելելու է ներկայացումը, ինչ ակնկալիքներ կան, ինչպես են հեռանալու դահլիճից, ինչ են տանելու իրենց հետ։ Ոյ, շատ բան, Սուրեն։ Իրականում այս ներկայացումը այն եզակի ներկայացումներից է։ Հիմա գուցե այս շրջանն է կամ ինչն է թելադրում, որ մարդիկ փորձում են ավելի թեթև ներկայացումներ անել, ոնց ասեմ, ավելի շատ մտածելու տեղ չտան, հա, մարդկանց համար, բայց ես կարծում եմ, որ այս ներկայացումը այն եզակի ներկայացումներից է, որտեղից լիքը բան են տանել։ Ինչ ենք մտածելու ներկայացում, ինչի շուրջ ենք, հա, որ ասում փոքրիկ կաթիլը տվեցինք, դե գնացեք մտածեք, այդ կաթիլը որն է, ինչի շուրջ են, հետո սկսենք։ Ինքը այնքան բազմաշերտ է, եթե շատ խտացնենք, յուրաքանչյուրը կարա իր համար ինչ որ մի բառ վերցնի այդ ներկայացումից ու գնա դրա շուրջ մտածի։ Ես վստահ եմ, որ ամեն մի հանդիսատես այս ներկայացումը դիտելուց հետո որոշակի խնդիրներ իր կյանքում, որոնց պատասխանները գուցե չի գտել կամ մտածել է ոնց կարելի է այս հարցին լուծում տալ, վստահ եմ, որ հաստատ այս ներկայացման շնորհիվ գուցե հավատ կարտնանա իր մեջ, գուցե սերը նորից կվերադառնա։ Թեման աստվածաշնչյան է ու դա շատ պարտավորեցնող է, որովհետև
երբ որ դու խոսում ես Աստվածաշնչի լեզվով, երբ որ դու այդ թեմայի մեջ ես, շատ ու շատ պարագաներում դու քեզ չես կարողանում բացարձակ ազատություն տալ ու հենց դա էլ գալիս է ներկայացման մտքին, որ յուրաքանչյուր մարդ միևնույն է սոցիումում ապրելով կամ առանց սոցիումի ապրելու պիտի ունենա իր սեփական սահմաններն ու բարիերները, որոնք երբեք պիտի չհաղթահարվեն ու երբեք ոչ թե չհաղթահարվեն, այլ չպիտի հատվեն, որ մենք կարողանանք մեզ որպես մարդ տեսակ ձևավորել այն կետում, որ մենք կանք, այսինքն ցրիվ չգանք, չտարալուծվենք, լինենք այնպիսին, ինչպիսին մենք կանք։ Ու այստեղ տղամարդու կնոջ բախում հենց այդ է, որ եւ Եվան, եւ Ադամը այս սկզբնական փուլում փորձում են որպես անհատ, որպես տղամարդ ու կին իրենց գտնել այդ փոքր բեմական տարածքում, փոքր տանը ու առաջ են գալիս խնդիրներ, որոնք գուցե եւ պիտի սիրո միջոցով լուծվեն, գուցե չէ հաստատ պիտի սիրո միջոցով լուծվեն, բայց սերը մղվում է երկրորդ պլան, որովհետեւ գալիս է արդեն անհատի ցանկությունները, որոնք չպիտի լինեին առաջին պլանում։ Իսկ վիզուալը ինչպիսին է։ Որ ժամանակների վիզուալ ենք տեսնում։ Ժամանակաշրջան չկա ներկայացման մեջ, այսինքն մենք տեսնում ենք օրինակ հագուստի առումով, նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել Մարինեին Թադևոսյան, ով ֆանտաստիկ հագուստներ է գծել ու շատ գեղեցիկ հագուստներ ենք ստացել մեր դերձակներին։ Այնտեղ գուցեև մի պահ լինի, որ նկատենք, որ ինչ-որ հունական ոճ կա, գուցեև անտիկ ոճին ավելի շատ գնանք, միջնադար նմանացնելու վրա է, չկա կոնկրետ ոչ ինչ-որ ազգային կամ տարազային, նման ոչինչ չկա։ Բայց վիզուալ առումով ուզում եմ նշեմ, որ կներես կար ընդհատեցի, որ Հայրիշխան հարուստ է վիզուալ առումով ներկայացումը, եթե ես նայում եմ որպես հանդիսատես, մենք անդադար բեմում բացի նրանից, որ շարժ կա, ինքը շատ ակտիվ ներկայացում է, դրան զուգահեռ նաև մենք անդադար զգեստներն ենք փոխում, հոգեվիճակի հանդիսատեսի դիմաց։ Ընտրեք մի թեմա, հատկապես Աստվածաշնչյան, այսպես աղբյուրից վերցնելով, որը բավականին երկար ժամանակ բոլոր ժամանակներում կարելի ասել ներկայացվել է, եւ ես հիշում եմ վերջինը, որ տպավորված եմ շատ Լարս ֆոն Տրիերի ֆիլմներ Մայրիկը, որտեղ իհարկե Խավիեր Բարդեմն էր խաղում։ Առանովսկու այդ ներողություն եւ Խավիեր Բարդեմն էր շատ հետաքրքիր էր ներկայացված, բայց ի վերջում հասկանում ես, որ սա լրիվ Ադամի Եվայից սկսվող մինչեւ իհարկե Հիսուսի այդ պատմությունն է գալիս։ Սա էս իրենց ձեռագիրն էր։ Մեր հայ հանդիսատեսի համար ներկայացման մեջ արդյոք կան որոշակի էլեմենտներ, որոնք ավելի հասանելի ու հասկանալի կդարձնեն այն թեման, որը դուք բարձրացրել եք ներկայացման մեջ։ Կարծում եմ, այո, եւ նաեւ կարծում եմ հակառակը, որ կլինեն կգտնվեն շատ մարդիկ, որոնք չեն հասկանա ինչի մասին է, որովհետեւ ամեն դեպքում այս ներկայացումը նայելու համար պետք է նաեւ որոշակի բազա այդ մասով, այս այն կենցաղային ոչ ներկայացված է կենցաղային խոսքով, այնպես է ներկայացված, որ նույնիսկ մարդիկ ճիշտ է չեն կտրվի քո խոսքից, կլսեն քեզ անդադար, բայց գուցեև չֆիքսեն եւ չմարսեն այն ամեն ինչը, ինչը դու ասում ես։ Սրա համար կարծում եմ որոշակի ինֆորմացիա եւ բազա է պետք մարդու համար, որպեսզի կարողանա ճիշտ անցնել։ Թատրոնը հենց այդ մասով ինքը պարտադրում է, որ պիտի ունենաս այդ բազան, որովհետեւ յուրաքանչյուր ներկայացման գնալուց, երբ որ որոշակիորեն թեմային ծանոթ ես լինում, պիտի նաեւ կարդաս գնալուց առաջ, որ կարողանաս հասկանալ։ Լավ, մի այսպեսի հարց։ Ներկայացումը ավելի շատ կանանց համար է, թե տղամարդկանց։ Հավասար է չափ կարծում։ Հավասար, իսկապես ասելիք ավելի շատ ում է ուղղված։ Բեմադրիչը տղամարդ է, գուցե որոշակիորեն լինի տղամարդ։ Դու գրել ես այնպես ոնց որ դու ուզում ես, բայց արդյոք իրենք այդպես են։ Չէ, ինձ համար հավասար է, նույնիսկ ներկայացման ավարտն էլ է բերում նրան, որ հավասար բայց ավարտ չպատմեք։ Գոնե Չէ, ուզում եմ ասել, որ իսկապես մարդկության մասին է։ Կին տղամարդ էական չէ։ Յուրաքանչյուր մարդ կարա բախվի այդ խնդիրներին։ Այստեղ երկու անհատով է ներկայացված, բայց սա խոսում է ամբողջ աշխարհի մարդկության մասին, յուրաքանչյուր մեկի մասին։ Ոչ հայ, ոչ ամերիկացի։ Այստեղ ոչ ազգություն կա, ոչ էլ մեծ հաշվով ինչ որ անհատի մասին է սա։ Դե մարդկության պատմության սկիզբն է։ Ամբողջ։ Ու վերջ։ Իսկ ձեզ ինչ տվեց ներկայացումը, դուք ինչ եք վերցրել։ Որ մեսիջը։ Ոայ, իրականում չգիտեմ Կարենը ինչ կասի, բայց իմ կյանքում շատ բաներ փոխվեցին այս նույնիսկ փորձերի ընթացքում իմ աշխարհընկալումը, աշխարհայացքը ամբողջությամբ փոխվել է, որովհետև անդադար դու մի թեմայի մեջ ես, որտեղ
ամեն օր նոր հարցեր են առաջանում, ամեն օր նոր ինչ-որ բարդություններ, դժվարություններ, որոնք հաղթահարվում են։ Չեմ կարող հստակ ասել մի կետով ինչ փոխեց այս ներկայացումը իմ կյանքում, բայց այն, որ ինչ-որ ազդեցություն ու փոփոխություն ունեցել է, դա միանշանակ է։ Ամեն դեպքում ամենակարևոր բանը կարծում եմ այս ամենի մեջ յուրաքանչյուրիս համար, ինչքան դու փորձում ես խոսել եւ Աստվածաշնչից եւ Աստծո խոսքին ես ծանոթանում ասելիքին, կարծում եմ անդադար ես ու Նարեկը քննարկում ենք, դա որ անդադար մենք ինչ-որ ամեն օր ինչ-որ փոքրիկ քայլերով մոտենում ենք Աստծուն։ Երևի ամենակարևոր բանը դա է, որ ինչ-որ կետում, ինչ-որ տեղ կարողանում ես ավելի մոտ գնաս Աստծուն։ Շատ մարդիկ դա եկեղեցու հետ են կապում, շատ մարդիկ ուղղակի իրենց համար ընթերցանությամբ են այդ մոտեցմանը գալիս, բայց նաև շնորհակալություն Նարեկին, որ այս մասով մեզ հերթական հնարավորությունը տվեց ավելի մոտ լինելու Աստծուն։ Եվ բացի դրանից վստահ եմ, որ նման ներկայացումները շատ ավելի շատ պիտի լինեն։ Հիմա շատ ավելի շատ։ Հայտեր Նարեկին, որ նոր բան հաջորդիվ ներկայացնի։ Ես չգիտեմ Նարեկ արդեն Նարեկը կուզանա դերասանն է։ Կարող են մյուսները հայտներ հայտնել Նարեկի մոտ։ Նարեկ, բայց ոչ միայն այս թեմայով իհարկե։ Կարևոր բան եմ ուզում ասել, այս պրոյեկտը իրականում ի սկզբանե Ռուզանի կողմից է առաջարկվել ու գիտեք, չափազանց դժվար է, երբ որ կինը պիտի լինի պրոյեկտի պրոդյուսերը, կինը պետքա ֆինանսավորի իր սեփական միջոցներից։ Ես ինքս լինելով եւ Ռուզանի ընտանիքին շատ մոտ եւ Կարենի տեսնում եմ, թե Ռուզանը ինչքան մեծ ներդրումներ է անում այս ամեն ինչի մեջ, տեսնում եմ ոնց է ինքը իր երեխայի համար ինչ որ մի բան չի գնում ու այդ նույն գումարը բերում ներդրում է այս ներկայացման մեջ, որ մենք կարողանանք մաքսիմալ ունենալ հետաքրքիր բան։ Ու դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Ռուզանին, որ ինքը լինելով այս ոլորտի մեջ արդեն երկար ճանապարհ անցած մարդ, հանձն առավ գլխավորել այն գիծը, որը մենք բռնեցինք ու վստահության ֆոնի վրա կարողացանք առաջ տանել։ Դե մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, ինչպես ասում են, մի պուխ է, մի պիռա, սբոգը։ Եվ իհարկե համոզված ենք, որ ծափերը լինելու են շատ հնչեղ եւ այն հաղորդակցությունը, որ կա հա ի սկզբանե դրված պիեսի հիմքում անմիջական հասնելու է հենց հանդիսատու։ Իդեպ մենք ձեզ եւս հրավիրում ենք մեր ներկայացմանը առաջնախաղին։ Մայիսի 23-ին համեցեք։ Շնորհակալ ենք շատ եւ հաջողություններ ձեզ։ Շնորհակալ ենք։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։ Բարի առավոտ եւս մեկ անգամ սիրելիներս, ես պատրաստել եմ օրվա ուտեստը եւ հիմա պետք է մատուցեմ։ Սիրելիներս, այսօր շատ համեղ ուտեստ ենք պատրաստել, հուսով եմ գրի եք առել կամ հետեւել եք ընթացքին եւ դուք էլ որևիցե մի օր կփորձեք այս ուտեստը։ Այսպես, մենք այստեղ ունեինք կարտոֆիլ, ունեինք ապխտած երշիկ, ունեինք գունավոր պղպեղներ, սերուցք, պանիր եւ իհարկե համեմունքներ։ Հիմա պետք է մատուցենք այս համեղ ուտելիքը եւ վայելենք։ Այսպես։ Ահա, ես շատ ուզում եմ, որ երկու ափսեի տարբերակով մատուցենք այն, որպեսզի ձեզ համար էլ հետաքրքիր լինի եւ կարողանաք կողմնորոշվել, թե որ տարբերակն է ավելի գեղեցիկ։ Այսպես։ Իհարկե այն զարդարելու ենք, նույնիսկ կարելի է սոուսը ավելացնել, հացը թաթախել այս սոուսի մեջ եւ իհարկե շատ ճոխ ձևով վայելել։ Ահա, այսպիսի գեղեցիկ ուտեստ զարդարենք այն կանաչ սոխով, կարծում եմ շատ տեղին կլինի արդեն, այս կանաչը օգտագործել, շուրջը կարելի է մի փոքր էլի զարդարել, կարմիր պղպեղով, այսպես, ահա, դե վայելեք սիրելիներս, ձեզ բարի ախորժակ եմ մաղթում, լավ օր եմ մաղթում եւ իմացեք, ես ձեզ շատ եմ սիրում, կհանդիպենք։ Շնորհակալ ենք Ադրինե, իհարկե քիչ հետո այս համեղությունը ճաշակելու ենք բոլորս միասին եւ չենք մոռանալու ավելացնել կոմպոտները, որը սիրում ներկայացնել Ջևանի գինու գործարանը, պահածոներ, կոմպոտներ, գինիների մեծ տեսականի, որոնք օրվա յուրաքանչյուր պահին կարող են հաճելի ընկերակցություն տալ ձեր իհարկե օրվա պատրաստած ուտեստին։
Եվ գինու հետ էլ կառանձնացնենք իհարկե Էլոլայի առաջարկած պանիրների լայն տեսականին, ինչպես նաև առավոտը կսկսենք կատնամթերք օգտագործելով, իսկ Էլոլա ընկերությունը առաջարկում է միայն անարատ կաթից պատրաստված կատնամթերք։ Դե ամսի 23-ին վերջին զանգն է եւ այդ հնչեղ տրամադրությունը կարծում եմ շատ շրջանավարտներ արդեն իսկ սպասում են։ Դարձրեք այն ավելի զգացմունքային տոն եւ նվիրեք ձեր շրջանավարտներին այս բացիկները, արև բացիկները, որտեղ ներառված են Թաթա Սիմոնյանի վերջին զանգերքի բառերը, որոնք շատ գեղեցիկ զգացմունքներ կնվիրեն ձեր շրջանավարտներին։ Ներսում հնարավորություն ինքներդ գրելու ձեր բարեմաղթանքը, իսկ հետևի մասում QR կոդն է, որին հեռախոսը մոտեցնելով միանգամից լսվում է հենց երգը։ Բացիկները հարցրեք Արև Քարց Instagram-ի էջում, Kaiser սուպերմարկետում եւ քաղաքի Ծաղկաշատ եւ իհարկե քաղցր վայրերում, նաեւ ամենակարևոր ու հետաքրքիր գրախանութներում։ Ձեր վերջին զանգի եւ յուրաքանչյուր առիթի տոնական դիմահարդարումը եւ վարսահարդարումը վստահեք Beauty Fabric-ի պրոֆեսիոնալներին, որովհետեւ իրենք իդեալական աշխատանքի միջոցով կփոխանցեն դրական էմոցիաներ։ Նույն դրական էմոցիաները ձեզ կտան նաեւ իհարկե Master Right Barber Shop-ում, որը գտնվում է Նալբանդյան 37 հասցեում։ Այնտեղ բարբերների պրոֆեսիոնալ թիմը օրվա յուրաքանչյուր պահի պատրաստ է ձեզ տալ այդ տրամադրությունը։ Իսկ ոճային եւ տարբերվող կլինեք Դաֆնի խանութսրահի հետ միասին, այս շատ էսթետ խանութսրահն ունի 2 հասցե Թումանյան 5 եւ Պուշկին 33։ Այցելեք եւ կգտնեք ամբողջ նոր գարուն ամառ հավաքածուն այնտեղ եւ իհարկե խանութսրահներում գործում են մեծ զեղչեր։ Դե իսկ յուրաքանչյուր առավոտ էլ մենք պատրաստ ենք ձեզ տալ այն ուրախ ու հաճելի տրամադրությունը, որը սկսելու է դարձնում օրվա կարևոր ժամերը, որովհետև տաղավարում սիրով ձեզ համար աշխատում են Սուրենը, Սոնան, Ադրինեն եւ մեր ողջ թիմը։ Շնորհակալություն սիրելի հեռուստադիտողներ, այս առավոտը կրկին մեզ հետ սկսելու համար կհանդիպենք արդեն վաղ առավոտյան, նույն տեղում, նույն ժամին եւ վերջում չենք մոռանում, որ այս ամենը պատրաստված էր սիրով։